Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Անկախ դիտորդ դաշինքի ֆեյսբուքյան էջից եւ մամուլի հրապարակումներից տեղեկանում ենք, որ անկախ դիտորդը ապրիլի 22-ին դիմում է ներկայացրել ուղարկել վարչական դատարան, որի համար հիմք են հանդիսացել ընտրություններին նախորդող այս փուլում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։ Իրենք քարոզչական ուղղակի փաստեր չեն հայտնաբերել, սակայն հիմնադրամի բարեգործական ծրագրերն ու իմ կերպարը ասոցացրել են իշխող քաղաքական ուժի հետ։ «Իմ քայլը» ասոցացվում է քաղաքացիական պայմանագրի հետ, փաստ է Աննա Հակոբյանի ասոցացումը, ասում են նրանք, եւ ինչպես նշված է Ազատության հոդվածում, եթե վարչական դատարանում ապացուցվեն «Իմ քայլը» հիմնադրամի խախտումները, ինձ սպառնում է տուգանք մինչև 6 միլիոն դրամի չափով։ Ես այժմ հայտարարում եմ, որ սույնով խախտվել են իմ սահմանադրությամբ, մի շարք օրենքներով եւ միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող իրավունքները։ Մասնավորապես սահմանադրության հոդված համար 7-ը ընտրական իրավունքի սկզբունքները սահմանում է ազգային ժողովի եւ համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաեւ հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ եւ ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա գաղտնի քվեարկությամբ։ Մասնավորապես իմ հանդեպ խախտվել է այս հոդվածը սահմանադրության։ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի հոդված համար 4-ը ազատ ընտրական իրավունքը սահմանում է ընտրություններն անցկացվում են ընտրական իրավունքի իրականացման, ազատության եւ կամավորության սկզբունքների հիման վրա։ Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու ընտրողին քվեարկելու որևէ թեկնածուի կուսակցության, կուսակցությունների դաշինքի օգտին կամ դեմ, ինչպես նաև հարկադրելու ընտրողին մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին։ Խախտվել են մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի կարգավորումները։ Կոնվենցիայի 3-րդ հոդվածը սահմանում է, որ ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի, ինչը ըստ մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորված դատական պրակտիկայի ներառում է նաև հոգեբանական ճնշման, ահաբեկման եւ նվաստացման ձևերը։ Իսկ կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված արտահայտվելու ազատության իրավունքը ենթադրում է, որ անձը չպետք է ենթարկվի ճնշման կամ ազդեցության, որը կարող է սահմանափակել նրա ազատ կամ արտահայտությունը, այդ թվում ընտրական գործընթացների համատեքստում։ Խախտվել են կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի համապատասխան դրույթները, որոնք քրեականացնում են ցանկացած հիմքով բռնությունը, ներառյալ նաև հոգեբանական եւ հուզական բռնության ձևերը, որոնք կարող են արտահայտվել սպառնալիքի, հարկադրանքի կամ մանիպուլյացիայի միջոցով եւ դիտարկվում են որպես կանանց նկատմամբ խտրականության դրսեւորում։ Խախտվել է քրեական օրենսգրքի հոդված 210-ը, որը սահմանում է անձի ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելը առաջացնում է քրեական պատասխանատվություն։ Հաշվի առնելով վերոնշյալը, խնդրել եմ իմ փաստաբանական թիմին ուսումնասիրություն կատարել նախաձեռնելու հետևյալ երկու գործողությունները։ Դանիել Լեոնիսյանի նկատմամբ քրեական գործի հարուցման նպատակով հաղորդման ներկայացման հնարավորությունը 1 եւ երկրորդ անկախ դիտորդ դաշինքի դեմ հայցադիմումի ներկայացման հնարավորությունը «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավին հեղինակությանը հասցրած վնասները հատուցելու պահանջով։ Բոլորի ուշադրությունը ուզում եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ եթե այժմ իմ անձով պայմանավորված ըստ անկախ դիտորդի հիմնադրամը ասոցացվում է իշխանական ուժի հետ, ուստի ազգային ժողովի ընտրությունների նշանակման մասին հրամանագրի հրապարակումից հետո պետք է կասեցներ իր գործունեությունը
ապա մասնավորապես 2022 թվականի սեպտեմբերին Շիրակում անցկացվող ՏԻՄ ընտրությունների ժամանակաշրջանում Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է այն ժամանակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ հանդիսացող Մխիթար Հայրապետյանը։ Այդ ամբողջ ընթացքում Իմ քայլը հիմնադրամը Շիրակում անցկացրել է պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում ծրագիրը եւ ընդհանրապես Մխիթար Հայրապետյանի Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն լինելու ընթացքում տարբեր ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել տարբեր համայնքներում, որտեղ Իմ քայլը հիմնադրամը զուգահեռաբար իրականացրել է բարեգործական ծրագրեր։ Որևէ ուսումնասիրություն հիմնադրամի կամ նրա պաշտոնատար անձի նկատմամբ քրեական կամ վարչական պատասխանատվություն կիրառելու մասով այդ փուլում չի կատարվել։ Ես այս փաստը եւս դիտարկում եմ որպես օրենսդրությամբ սահմանված կանանց նկատմամբ խտրականության արգելքի խախտում։ Այսքանը իմ հայտարարություններ, հիմա պատրաստ եմ ձեր հարցերին պատասխանել։